Վանաձորի տիկնիկային թատրոնը վերակառուցումից հետո իր հյուրընկալ դռներն է բացել հանդիսատեսի առջև արդեն նորովի, նոր ներկայացումներով, նոր հնարավորություններով։ Մեր հյուրն է Վանաձորի տիկնիկային թատրոն ՀՕԱԿ-ի տնօրեն Արթուր Պապիկյանը։ Բարև ձեզ, պարոն Պապիկյան։ Բարև ձեզ, շատ բարև ձեզ։ Ինչ փոփոխություններ է կատարվել թատրոնում եւ ինչ ծրագրերով է ներկայանալու թատրոնը այսուհետ։ Թատրոնը իհարկե արդեն նոր հնարավորություններով, գեղեցիկ դահլիճով, ամեն ինչը, ինչպես ասում են, հայեցի է, շենքը բոլոր հնարավորությունները ունի ներկայանալու մեր երեխաներին եւ մենք էլ ամեն ինչ անում ենք, որ մեր հյուրասիրությունը, այսինքն երեխաների հոսքը միշտ լինի, բազմազան ներկայացումներով ենք հանդես գալիս, վերջերս արդեն 2 պրեմիերա ունեցել ենք, մեկը նախարարության ԿԳՄՍ մեր նախարարության դրամաշնորհով շահած, այսպես ասած, ներկայացումներ Չեմչեմիկը եւ Չեմչեմիկը մեծ արձագանք ունեցավ մեր հանդիսատեսի քաղաքի կողմից եւ YouTube-յան ընթերցողների, տեսնողների շրջանում Չեմչեմիկն էր, որից հետո մենք նորից պրեմիերա ունեցանք Շուշանիկն ու կախարդը, նա էլ արդեն քանի որ գնում ենք դեպի ամանորյա ներկայացումները, նա մի 2 անգամ խաղացինք այդ ներկայացումը, միջայլոց երեխաները շատ լավ ընդունեցին, հիմա մի կողմ դրեցինք այդ ներկայացումները եւ հիմա պատրաստվում ենք ամանորյա ներկայացումներին։ Ուզում ենք ներկայանալ կախարդական վրձինը ներկայացումով, որի ռեժիսորն է մեր հանդիսատեսին շատ հայտնի Քեռի Մուլտիկնիկը եւ Փերփերի, այսպես ասած, կերպարով եմ ասում, որ մեր երեխաները հանդիսատեսը ճանաչեն, Փերփերի խոզոն մեր մոտ խաղալու է Սանչո, Քեռի Մուլտիկնիկն էլ որպես Քեռի Մուլտիկնիկ։ Եվ առիթից օգտվելով ասեմ, որ ընդհանրապես խոսակցություններ են լինում, որ թատրոնում հնարավոր է, որ տիկնիկներով է լինելու ներկայացումը, ասեմ միանգամից ոչ, լինելու է կենդանի խաղ մեր դերասանների հետ, շատ հետաքրքիր ներկայացում է, բեմադրելու է, արդեն այդ աշխատանքներն ենք կատարում, հենց Քեռի Մուլտիկնիկը, հետաքրքիր ամանորյա երգիծա, երաժշտական, ինչպես ասում ենք, ներկայացում է լինելու, հիմա այս պահին պատրաստվում են դեկորացիաները, մեծ տնակ է պատրաստվում, որի մի կողմը պետք է լինի Քեռի Մուլտիկնիկի տունը, մյուս կողմը արդեն կախարդական աշխարհ, այսինքն կախարդի տունը, այնտեղ բացասական կերպարներ կան, Զմփիկն ու Տմփիկը։ Ստանում է պետք չէ այդքանը բացել, հանդիսատեսը այցելելով այդ ամեն ինչը կտեսնի ու ամենակարևորը դեկտեմբեր ամիսն է, ձմեռ, թեպետ բնությունը մեր նկատմամբ մի քիչ բարեհաճ է, բայց շենքի ներսում ցուրտ է լինում։ Տաքացվում է ամբողջությամբ շենքը։ Միանշանակ տաքացվում է, ինչպես մեր դերասանների եւ մեր սրտերը շենքն էլ տաք է, այնպես որ երբեք չենք անջատելու, հիանալի է շենքը, այսպես ասած, մենք էլ աշխատում ենք, մեր քրտնաջան աշխատում ենք, որպեսզի այնտեղ էլի կահավորելու հարցեր կան, որ մտնես շենքը գեղեցիկ է, հիանալի է, աննման է, բայց մի քիչ հեքիաթ ենք ուզում մտցնել այդ շենքի մեջ, կամաց քայլ առ քայլ գնում ենք դրան։ Նախքին շենքից իհարկե ուղղակի զուտ տարածքային առումով ինչ որ բաներ պահպանվել է, թե ոչ։ Այ օրինակ հենց նշում եք, որ ուզում ենք մի քիչ հեքիաթային այդ ամեն ինչը վերակառուցումից հետո ներկայացնենք, կարծես թե չկան այն դեկորները, այնտեղ ես հիշում եմ փոքր քաղաք կար, ինչ որ այդպես կոմպոզիցիոն։ Փոքր քաղաքը կար իհարկե, նա շատ գեղեցիկ էր, բայց այն պայմաններում էր նա գեղեցիկ, այն շենքային պայմաններում, բայց հիմա լրիվ ուրիշ
ինտերիերը, այսպես ասած, այնտեղ արդեն ուրիշ բաներով, ուրիշ դեկորացիաներով պիտի համալրվի, մենք կհիշեք տիկնիկներ էին, չէ, կախված, կախարդը, չգիտեմ, այնտեղ էլի կերպարներ կային, հիմա նորից կամած դրանք նորից վերականգնում ենք, այնտեղ ապակուց պատրաստված ակվարիումներ կային, հա, հիմա այդ ակվարիումների մեջ էլ են տիկնիկներ, ասենք 3 խոզուկներ, ասենք ներկայացումը, դե վաղուց խաղացել ենք, հիմա այդ 3 խոզուկները պիտի լինեն այդ ակվարիումում, այսպես ասած, որ երեխաների համար հետաքրքիր լինի, գան, նկարվեն, հեքիաթը կոմպոզիցիոն կոլաժով ներկայացվի, հա, կոլաժով ներկայացվի։ Պարոն Պապիկյան, այ խոսում ենք նոր հնարավորություններից, նոր շենքային պայմաններից, դերասանական կազմը համալրվել է, թե նախկին դերասաններից էլ կան, նորերից էլ կան, այդ ծրագրերից եմ ուզում մի քիչ զրուցենք, նոր ինչ ունենք։ Ինչ ունենք, նոր այդպիսի դեռ հնարավորություն չունենք շատ դերասաններ ընդունելու, ինչքան որ կան այս պահին շատ լավ է, լավ, այսպես ասած հարաբերական եմ ասում լավ, բայց դերասանները անում են ինչ-որ են մյուսները չեն անում, այսինքն մի դերասան այս պահին կխաղա 2 դեր, 3 դեր, մեծ հաճույքով, մեծ խանդավառությամբ, տեղեր չունենք մենք, մինիմալով անում ենք մաքսիմալը, բայց իրենք էլ իրենց խանդավառությամբ լրացնում են այդում, որ կուզենայինք, որ մեր մոտ կային խաղային, դրանց տեղը մենք լրացնում ենք։ Մի խոսքով դեռ նորմալ է, երևի կխնդրենք հաջորդ տարվա համար մեր շատ սիրելի մեր համայնքի ղեկավարին, մյուս մտածողներին, թատրոնի մասին, մեր բաժնի բոլոր աշխատողներին, կխնդրենք երևի թե այնտեղ ինչ-որ մի բան համալրենք, տեսնենք, ոնց կստացվի։ Հաստատությունը հենց համայնքային է, համայնքային ոչ առևտրային կազմակերպություն է, բայց աջակցությունը, բացի այն, որ տարվա կտրվածքով կա հստակ բյուջե նախատեսած եւ այլն, օգնությունը կա համայնքի կողմից։ Պարտադիր, եթե համայնքի կողմից այդ օգնությունը չլինի, մենք չենք կարող, ոնց ասեմ, մեծ քայլեր չենք կարող անենք։ Հա, եւ համայնքի օգնությունը կա, եւ բյուջեից կա օգնություն, եւ ինչի՞ չէ, մենք ենք ներկայացումներ ենք խաղում ու մեր լրացուցիչ եկամուտներն են։ Հա, մեր լրացուցիչ եկամուտներն կան, վարչական այդպեսի գումարներ էլ կան, որ ծախսում ենք, ասենք, մեզ դեկորացիա է պետք կամ չգիտեմ, վարչական ասենք, ներկայացում ստեղծելու համար ինչ-որ բան է պետք, կամ միկրոֆոն, չգիտեմ, լույսեր, ինչ-որ բաներ են պետք, այնտեղ կան այնտեղ վարչական ծախսեր, օգտվում ենք այդ ծախսերից, իսկ ինչն էլ, որ վարչական ծախսերից չեն կարողանա, ասենք, օրենքով օգտագործում ենք մեր տնտեսած գումարներից։ Եվ անձնական կապերը իմ կարծիքով։ Եվ անձնական կապերը, եւ ինչպես ասած, անձնական գրպանից էլ ենք օգտվում, ինչի համար, որովհետեւ դա մեր երեխաների համար է, մինչեւ որ ասենք թե ինչ-որ գրություն ուղարկենք կամ չգիտեմ ինչ անենք մինչև հաշվապահություն, այդ պահին ասենք ինչ-որ մի բան է պետք թատրոնի համար վերցնել, դա միանշանակ մենք մեր կապերով Վանաձորը մշտապես մշակութային քաղաք լինելուց զատ նաև շատ այսպես տարբեր քաղաքներից հյուրեր է ընդունում, այդ նոր դուք ներկայացրեցիք, որ հենց ձեր ներկայացումը հիմնված է արդեն դրսից եկած մարդկանց։ Մեր թատրոնի ռեսուրսը իհարկե ներկայացրիք նաև որ հերիքում է, հարցս կայանում է հետևյալում, ինչ որ դեպի դրականը հանդիսատեսի մոտ, չէ որ երեխաներ են, նրանց ծնողների մոտ դրականը փոխվել է թե ոչ։ Առաջ ես հիշում եմ, այ օրինակ ես էլ իմ երեխաներին տանելու ժամանակ միշտ նայել եմ ու տեսել եմ, որ ինչ-որ մի բան է, ինչ է ցուրտ է դահլիճը, այս լույսը չկա, նստարանը կոտրված է, ու մի ձևի հիասթափություն էր առաջանում։
Հիմա այդ վերացել է թե Չէ, փառք Աստծո, հիմա չկա այդպիսի այդպես մտածողություն, ես էլ եմ հիշում եմ այնտեղ ես ինքս ներկայացում եմ խաղացել ու ոտքերս կպել էին գետնից։ Այ այդքան ինքը սառն էր շենքը, պաղ էր, բայց հիմա այտենց ընդհանրապես խնդիր չկա, ես ինձ ոնց տեսնում եք այդպես շրջում եմ, դերասանները իրենց գրիմանոցներում վերարկուները հանում են, ման են գալիս, շրջում են, երեխաները առանց շորերի վերնա շորերի այնտեղ աթոռներ ենք գնել թատրոնի համար, որ եթե չուզենան նստեն, ասենք ներկայացումից կամ մայրը փոքր երեխա ունի գրկի, ասենք գնա այնտեղ նստի, ոչ թե այն աղմուկի մեջ նստի, այլ գնա այնտեղ առանձին Այսինքն բոլոր պայմանները ստեղծված է, որ երեխան իրեն բարվարարված ու շատ լավ զգա։ Շատ լավ զգա։ Տաքությունը կա, ներկայացման ջերմությունը կա, մարդիկ ինձնից սկսած շատ ջերմ վերաբերվում են բոլորի հետ միանշանակ տան նման։ Եվ որպես մշակութային օջախ այցելուների ավելացել են այցելուները։ Եթե համեմատական անցկացնենք։ Գիտեք ոնց է։ Ինչ ունենք, բայց հետաքրքրությունն է ավելացել, սա շատ կարևոր բան է։ Ասենք մի ժամանակ ոնց էր տոմսերը տալիս էր, հենց այդքան մարդ էր գալի, չէ՞։ Ասենք հիմա տոմսը որ տալիս ես ինքը էլի մարդիկ են գալի։ Ասենք ինքը նայեց արդեն ներկայացումը, գնում է, պատմում է, ճանապարհին կիսվում է, ասենք հարևանու իր մոր հետ, մայրը կիսվում է այն հարևանու հետ, մեկ էլ տեսնում ես, հա, զանգերն են շատ կարևոր ու շատ հետաքրքիր։ Չեք պատկերացնի ինչքան զանգեր եմ ստանում։ Ես չգիտեմ մյուսները այդպես վերլուծություն անում են թե չէ, բայց հա, բայց ինձ անընդհատ զանգեր ինչ ներկայացում է, կարող են գալ այսքան մարդ, այսքան երեխա, դա շատ լավ բան է, իմիջիայլոց, չգիտեմ, երևի մենակ իմ հեռախոսահամարն է դրա համար, ես մենակ եմ, իրանք շատ են, դրանից է, բայց չէ, ես առաջընթացը տեսնում եմ շատ լավ ալնելու, սենց ասեմ, պիտի պրոգրես լինի, թե չէ, հո չի լինի, որ անընդհատ սենց երկու քայլ ետ գնանք, մի քայլ առաջ, պիտի այնպիսի բաներ բեմադրես, այնպիսի ներկայացումներ, որ անկախ գաղափարից, անկախ, չգիտեմ, տարիքից, անկախ սեռից, պիտի այս սոցիալական դրվածքից եւ այլն։ Դե սոցիալականի մասին էլ ասեմ, մենք ես իմ երկնքից չենք իջել, մենք էլ գիտենք, ճանաչում ենք այդպիսի մարդկանց, այդպիսի կազմակերպությունների, մենք ժամանակ առ ժամանակ հրավիրում ենք, ասում ենք, եթե այսպիսի երեխաներ կան, որ ծնողները չեն հասցնում, կամ չգիտեմ, ինչ-որ հարցեր ունեն, մենք միանշանակ այդ մարդկանց ասում ենք, խնդրեմ, սիրով համեցեք։ Ձեր դռները բաց են։ Մեր դռները միշտ բաց են։ Մեր հոգիները, մեր չգիտեմ, մեր սրտերը միշտ բաց են մեր հանդիսատեսի, մեր բալիկների համար։ Եվ ամփոփելով մեր զրույցը, ինչ կմաղթեք մեր հանդիսատեսին։ Չէ՞ որ հենց մեր վաղվա սերունդն են։ Հանդիսատեսին մաղթում եմ, որ այդպիսի միջոցառումներին, ներկայացումներին, ոչ ցանկացած, բայց ցանկալի կլինի համարյա թե բոլոր ներկայացումներին, ուսուցողական ներկայացումներին, այցելեն, այնտեղից քաղեն այն ինչը որ չի կարելի, իրենք կյանքի ընթացքում թողնեն այնտեղ, այ ինչը որ տեսնում են դերակատարից կամ կերպարից, ինքը ոնց է ապրում, ինքը ոնց կուզենար տեսներ կամ ինքը զգում է որպես այդ դերակատարը, որպես այդ կերպարը, թե որպես ասենք անձ, ասենք Արթուրը։ Ես կուզենայի, որ այդտեղից հետևություններ լիներ հանդիսատեսը, կուզեի, որ սոցիալական ոչ մի պրոբլեմ չունենան ու անընդհատ զբաղվեն գիտելիքներով ու միայն գիտելիքներով։ Այդքան բան, առողջ լինեն ու երջանիկ։ Շնորհակալություն զրույցի համար, ես կարող եմ փաստել, որ Տիկնիկային թատրոնը Վանաձորի հուսալի ձեռքերում է։ Շնորհակալություն, կաշխատենք ձեր ու նպատակները իրականացնենք։
պայմանավորվեցիք։ Շնորհակալություն։ Սա մեր ուղին հաղորդաշարն էր, մենք զրուցում էինք Վանաձորի Տիկնիկային թատրոն ՀՕԱԿ-ի տնօրեն Արտուր Պապիկյանի հետ։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք եթերում։